Ողջույն բարեկամներ, Բուն TV-ի եթերում կրկին գրաքաղաքական ոդքասթն է, դες այդ ինչպես միշտ ես եմ գրականագետ Թագուհի Ղազարյանս եւ արձակագիր Հայկ Հովյանը։ Ողջույն Հայկ։ Ոնց ես։ Լավ։ Ես ու Հայկը այսօր որոշել ենք խոսել Հրանտ Մաթեոսյանից եւ մասնավորապես Չեզոք Գոտի պիեսից։ Առաջին անգամ ենք պիես վերցնում։ Հետաքրքիր է Մաթեոսյանն դիտանկյունից նայելը, ես ենթադրում եմ, որ բավականին անսպասելի է, որովհետև ոչ ահնիձոր է, ոչ ծմակուտ է, ոչ անտառամեջ է, այլ Չեզոք Գոտի է, տարածություն նկատի ունեմ պատմության, որտեղ տեղի են ունենում իրադարձությունները, եթե կարելի է դրանց իրադարձությունները անվանել տեսարանները, հա, եւ երկխոսությունները, դու առաջի անգամ ես կարդում իհարկե։ Ես չգիտեմ արդեն որ երրորդ անգամ բազմաթիվ առիթներ ունեցել եմ կարդալու ու կուզեմ տպավորություններով կիսվես։ Ամ սյուժեն մի հատ չներկայացնենք։ Ներկայացրու սյուժեն, եթե։ Ուրեմն սյուժեն ինչի մասին էր, գործը գրվել է 1973 թվականին, իսկ պիեսի իրադարձությունները տեղի են ունենում 1914 թվականին Անիում, այսինքն ցեղասպանությունից վարկյաններ այդ իրադարձություններից մի քանի օր առաջ, ասենց ասենք, հա, այսինքն նախորդող ժամանակահատվածում գլխավոր հերոսները պիեսի ճարտարապետն է Աբել անունով, որը որ Անիում վերակառուցման համար ինչ որ գծագրեր է անում, նկարներ է նկարում, հետազոտությամբ է զբաղվում, վանականն էր եւ վանքի սպասավոր Սիմոնը իր կնոջ հետ, Սիմոնը խաչքար է, հա, մի հատ սարքում նմանակում, հա, կրկնօրինակում է։ Եվ կան ուրիշ հերոսներ էլ, որոնք հիմնականում ոչ այդ աշխարհից են, հա, Թիֆլիսից են, Ռուսաստանից են։ Գալիս ասում են, տեսնելու թե ոնց անցնում հետազոտությունները։ 20 տարի ճարտարապետը Անիում է, այդ հետազոտությամբ է զբաղվում եւ ցարական Ռուսաստանից գալիս է ինչ որ պատվիրակություն հանձնաժողով, որ պիտի գնահատի աշխատանքը ճարտարապետի։ Այս ուժն մոտարապես սրա մասին է ու մնացածը բնականաբար խոսակցություններ են, որոնց վրա հիմնված են լինելու մեր դատողությունները, թե չէ ընդհանուր առմամբ պատկերը ստատիկա ու խոսակցությունների մեջ են տեղի ունենում, մեջ է տեղի ունենում սյուժեն։ Ինչ ունես դու ասելու էլի սյուժեից հետո, որովհետև ես շատ բան եմ ասելու, բայց դա չեմ ուզում բան անեմ իմ ասելիքով ես մի քիչ պիեսը կարդալուց հետո մի քիչ փորձեցի ուսումնասիրեի, հա, գրելու ընթացքը, հա, ու պարզվեց, որ դա նաև պատմական անալոգ ունի, դա Թորոս Թորոմանյանի հետ է կապված, իսկ ճարտարապետի կերպարը Թորոս Թորոմանյանն է, ով զբաղվել է այդ հետազոտություններով Անիում, վերակառուցման այդ նախագծերը արել եւ այլն, եւ Միքայել Վարդապետ անունով մի վանականի մասին, որը որ հոգևոր ծառայություն է այդտեղ տանելուց եղել։ Պիտի հասկանանք, որ Անին այդ ժամանակ ոչ հիմիկվա մեր պատկերացմամբ Հայաստանից դուրս էր, այլ այդ Ռուսահայաստանում էր Անին, Կարսը այդ կորսվել է արդեն 18 թվականին այդ հատվածը Հայաստանի։ Այսինքն մեզ երբեմն թվում է թե այ Ախուրյանից այն կողմ գտնվողը միշտ արևմտյան Հայաստանն է եղել, բայց պատմականորեն Անին Կարսը դա եղել է ռուսական կայսրության։ Դա եղել է արևելյան Հայաստան, իսկ մեր այսօրվա Հայաստան Ռուսահայաստանն է եղել, ու այդ էլ է էլի հետաքրքիր զգացողություն, մեզ միշտ թվում է թե Անին Կարսը դա արևմտյան Հայաստանն է, բայց ինքը չէ, ինքը եղել է այս մեր Հայաստանի, հա, եղել է այս մեր Հայաստանի մասը, որը որ այդ Լենին Քեմալ պայմանագրով արդեն անցել է, եթե չեմ սխալվում, արդեն անցել է Թուրքիային, ու ժամանակահատվածը այդ պահն ընդգրկում, որ կորցնելուց 5 պակաս է, ասենց ասած։ Կարսը, Անին, այդ Ախուրյանի ափը կորցնելուց 5 պակաս իրավիճակում է։ Ինձ կարդալուց շատ հետաքրքիր էր հենց այդ անալոգը, հա, պատմական,
Այնտեղ մենք ունենք գյուղացիներ, որոնք անընդհատ գալիս են այդ վանահայրին աճուրդի մասին են հիշացնում, որ այ պետք է աճուրդ անես, մեկ խոթարքները տեղ են մնացել, ու այդ պատմական ակնարկի մեջ ես գտա, որ դա իրականում էլ այդպես եղել, այդ հատվածը ոնց որ ամեն տարի աճուրդով տրվել է գյուղացիներին, որոնք տեղ անասուն են պահել եւ խոթարք է եղել։ Ինչն է հետաքրքիր, որ դա անընդհատ խնդրեմ է ստեղծել այդ անունում հետազոտություններ անելու համար։ Ու այդ վանականն է իրական կերպարը։ Անընդհատ գյուղացիների հետ ինչ որ խնդիրների մեջ է եղել, այդ դրա պատճառով։ Շատ դեպքում նույնիսկ ինքը այդ աճուրդին ինքն է մասնակցել, այդ աճուրդը շահել, ինչ որ ձևով տենդերին է մասնակցել, ինչ որ ձևն են ցարել, որ այդ աճուրդները ինքն է շահել, որպեսզի խնդիրներ չհարուցի Թորոմանյանի համար։ Ու ինչ որ մի պահի մարի միջնորդությամբ այդ տարածքը, այդ խոթարքային այդ հատվածը այդ գյուղացիներին հանձնելու տրամաբանությունից հանել են ու հանձնել են ինչ որ կայսերական, ինչ որ ակադեմիական, ինչ որ մի ֆորմատն է ստեղծել դրա համար, որպեսզի այլ գյուղացիները խնդիրներ չստեղծեն հետազոտությունների, գիտության եւ մնացածի համար։ Այնց այդ դրվագը շատ քիչ ուրիշ կողմից, հա, փորձենք նայենք։ Եթե արդյունքում կորել է, հա, այդ տարածքները, մենք այդ կորստներից 5 պակաս էին։ Ինչ կլիներ, եթե տարածքները ոչ թե ինչ որ ակադեմիական, ցարական, հա, շրջանակների ենթակայության տակ հայտնվեր, այլ մնար գյուղացիներին։ Գուցե Բայց նախապես չգիտեին, որ կորցնել են, որ իմանային։ Դե չեմ ասում իրանք գիտեին, բայց ասում եթե դա մնար գյուղացիներին գետնի վրա, դա մնար գյուղացիներին։ Որ Մանասկերտի ճակատամարտն քննարկում ասում են ինչու բյուզանդացիների բանակում կռվող հայերը չկարողացան հաղթել թուրքերին, այնտեղ վանահոր կա ավելի միջև խոսակցություն տեղի ունենում, ասում են, որովհետև Մանասկերտի ճակատամարտում կռվող հայերը իրենց տների համար չէին կռվում, այլ բյուզանդացիների, որը կարա զուգահեռվի քո դիտանկյան հետ։ Գյուղացիների դերակատարումը ինձ ամենահետաքրքրողն էր այդ պիեսի մեջ։ Ոչ վանահոր խոսակցությունները, ոչ ճարտարապետի այդ հայրենիքի, անցյալի, Բագրատունիների եւ մնացածի մասին խոսակցություն, այլ այդ գյուղացիների դերն էր, որ իրանք անընդհատ գալ ասում են այդ խոթարքը տվեք, մենք պետք է խոթ հնձնենք, անասուն պետք է պահենք, սայլով գալ ասում են, այս խաչքարը տվեք տանենք մեր գյուղը, նրանք չեն տալիս, ինչ որ, այսինքն այդ խաչքարը դեռ էական չի, այստեղ էականը այն հասարակ մարդկանց մոտեցումն է տարածքին ու երկրին, որ եթե երկիր է, ուրեմն պետք է խոթ հնձել, պետք է անասուն պահել, պետք է ապրել այդտեղ, ոչ թե 20 տարի նստել այդ պատերի տակ ու ինչ որ երևակայական հայրենիքի մասին, որը վաղն է գալու եւ այլն եւ այլն։ 24-րդ դարում։ Հա, ու երբ որ այդ պատմական համատեքստի հետ ենք համեմատում, այդ հողը պահողը, այդ մարդիկ են, ովքեր այդ խոտն են հնձում։ Իրանք կարողա իրենց հետաքրքիր չի, հա, ասում են, այս ավերակներն ինչն էլ տերտերն էլ ընդեղ են, մեկն էլ ճարտարապետն են, անընդհատ ինչ որ վրթովմունք ունեն, հա, իբր ինչ է եկել տես պատմությունից խոսում եւ այլն եւ այլն։ Մեզ մեր խոթարկն ու անասուն պահելն է այստեղ հետաքրքրում, ոչ թե ավերակները, ու արդյունքում այդ հողը պահողը հենց այդ մարդիկ են, որտեվ երբ որ այդ խոթարկը չկա, անասունը չկա, գյուղը չկա, այլ ինչ որ մի քանի ակադեմիկ են մնացել, այդ քարերն ուսումնասիրում են, թվում է թե ավելի քաղաքակիրթ ու ավելի ցիվիլ ֆորմա է, հա, տրվել, որպեսզի չխանգարեն գյուղացիների այդ ավերակներում հետազոտություն անելուն, արդյունքում դա կորսվում է, որտեվ այդ պահողը չկա։ Այդ մի վանականը կամ այդ մի ճարտարապետը չեն կարելի պահեն այդ տարածքը։ Եթե չկա այդ գյուղացին, որը եղանով եկել է ու սպառնում է, ասում է իմ խոթարկը տվեք, ես պետք է գնամ այնտեղ խոտ քաղեմ, անասուն պահեմ եւ այլն, եթե այդ գյուղացին չկա, այսինքն գետնի վրա պահողը չկա, վերջի դա կորսվելու է։ Որտեվ պահողը այդ գյուղացին է լինելու։ Ինձ այս դիտանկյունն է շատ հետաքրքիր, հա։ Իմ համար թե այդ
գյուղացիները, որ այնտեղ ներկայացվում են որպես տենց շատ բան չհասկացող, ինչ որ մատերիալիստներ, հա, որոնք անընդհատ իրաց մտահոգող բանը ոչ այդ հնությունն է, ոչ պատմականությունն է, ոչ Բագրատունիների վագրի թաթն է, այլ իրաց խոթարքն ու անասունն է իրաց հետաքրքրողը, արդյունքում իրանք են պահողը։ Եթե իրանք չկան, այդ մնացած ամեն ինչը վագրի թաթը, վագրի թաթն ու ինչ։ Չգիտեմ ինչքան ես Մաթեոսյան կարդացել, բայց այդ ոնց որ Մաթեոսյանի հիմնական բանն է, էլի ձևն է աշխարհը պատկերացնելու այդ ինքը անվանում է երկրի ջիղը, էլի բանի կապած նայել է։ Բան հողի հետ աշխատող մարդն է, էլի բանը իր հիմքը, բայց ես ուզում եմ մի հատ ուրիշ բանից խոսենք, Հայկ կարող է այս դիտանկյունը նույնպես քեզ հետաքրքիր լինի։ Մաթեոսյան դե սկզբում ասեց իր Ահնիձորի, Անտառամեջի եւ Ծմակուտի պատումներն ունի ու միշտ գյուղում միշտ այդ մարդիկ այնտեղ ինչ որ էլի գյուղական աշխատանքներ են անում եւ այդ մարդիկ են երկրի ջիղը ու այս 73 թվի այս պիեսում Մաթեոսյան հանկարծ իրանց Լորվա գյուղից դուրս է գալիս գնում է ինչ որ արդեն Թուրքիայում մնացած պատմական ավերակների քաղաքը եւ սկսում է պատմել հայոց պատմությունը, որում ինքը իր կերպարները երբեմն այդ մասին խոսում են, բայց այդտեղ շատ շեշտադրված է էլի ինչ որ պատմականությունը ու ինչա տեղափոխվում էլի իր բնական տեղից այս խոսակցության համար, այս պատմության համար ինձ սա ամենաշատ հետաքրքրող բանն է, որովհետև գրողին այդ կոնտեքստում տեսնելու բան անհրաժեշտություն եմ տեսնում ու դա Մաթեոսյանի համար սովորական չի գնալ անցյալ պատմավեպ էլի ստեյության առանց պատմական կերպարների կամ Թորոմանյանի այդ նախատիպով պատմական կերպարով բնորոշ չի գնալ Թուրքիա, կորսված հայրենիք, Արևմտյան Հայաստան իր տարածքը իր Անտառամեջն է կամ Ծմակուտը նայած էլի որ տեքստում ոնց, բայց դա նույն տարածքն է ըստ էության։ Այդ մասին մտքովդ անցել է, ինչ ենք մենք գնացել հասել անի։ Գիտես այդ կարդալու ընթացքում երբ որ այդ փորձում էի հասկանալ սա ինչ պատմական հատվածում է գրվել 73 թիվ, դի հասկանանք որ դա մի հատված էր, որտեղ այդ ազգայնականությունը կամաց թափ էր սկսում առնել, որտեղ 67 թվին արդեն ցեղասպանության զոհերի հուշահամալիրն էին կառուցեցի Ծռնակաբերդում ու կամաց այդ նարատիվ sense ասածը սկսում էր թափ առնել այդ հակաթուրքական ազգայնականի տակ այդ հակաթուրքականությունը sense ասենք ու եթե այդ ժամանակահատվածին նայենք իմ մոտ առաջի տրամաբանական կապը կայսրությունը խրախուսել է բան թեկուզ խրախուսելու հարցն էլ չի էլի հա երբեմն այդ մեծ աշխարհը, հա, մեր դեպքում այդ սովետական միությունը, պետությունն ասենք, իմպերիան ասենք, ոնց կձևակերպենք, հա, ինքը իրականում այնքան մեծ է, որ կարա էլի դաշտի նման ծածկի ամբողջ միտքը ու դու նույնիսկ եթե այտենց քեզ չթվա որ դու այդ միտքը քեզ այտենց հատուկ չեն բերել ներդրել կամ ասել այ լավ կլինի սրա մասին գրես կամ այս դա այն ծավալի մի հատ բայց նկատի ունես այդ բանի քաղաքականության հետ է կապ նենց sense ասենք հերրի պես է գալիս այդ միտքը որ դու շատ դեպքում չկարողանաս դրանից խուսափես այդ ալիքի տակ չընկնես Իմ մոտ առաջի միտքը այդ եկա, որ սա էլ է այդ ալիքի շարունակությունը, հա։ Ինձ անի կերպարը իհարկե անմիջապես տարավ մեր առաջի թողարկումը, բանի Աբովյանի մոտ։ Եթե հիշում ես, աղասին ամբողջ Հայաստան պատտվելուց հետո իր պատմության մասին ռեֆլեքսը սկսում անել միայն անիում։ Մինչև այդ ինքը պատմության մասին չի մտածում ու իմ զգացողությամբ, իմ տպավորությամբ սա գրական ավանդույթի մեջ է տեղավորվում, արևելահայ գրական ավանդույթի մեջ, որ Աբովյանից է գալիս ու անին ինքը կերպար է, ոչ թե ընդ որում էլի կա անի որ գրականության մեջ սկսենք անի հետքերով գնալ, անին էլի կա որպես կերպար, ու երբ որ իրան անվանում է Չեզոք գոտի ստեյության ռուսական ու օսմանյան կայսրության մեջ տարածական իմաստով իմ զգացողությամբ այն ինչ որ իրանք նկարագրում են անին, դե ես ինքս եմ եղել այնտեղ, այսինքն այն պատկերը որ աղասին է տեսնում, այսինքն գնում է այնտեղ բանա, չէ, քարացած
ժամանակա։ Այն ինչ որ նկարագրում է Մաթեոսյանը, էս անի մեջ սա ավելի շատ ոնց որ չեզոք գոտի լինի ժամանակների մեջ է։ Պայմանական 11-րդ դարում քարացել է ժամանակը եւ պայմանական ինչպես իր կերպարներից մեկն ասում 24-րդ դարում կշարունակվի ժամանակը ու այդ զգացողությունը ինքը առաջացնում է, երբ որ ճարտարապետը ասում է, ես 20 տարի այստեղ եմ, ոնց որ ամեն օր նույն բանն է տեղի ունեմ, երբ նայում եմ ժամը 12-ն է, բայց ասում է, չէ, որ մատիտները կարճացել են, ուրեմն ժամանակի անցել, այսինքն այնքան բանա կանգ առած է օդը ժամանակի առումով, որ ինքը նույնիսկ չել զգում ու այստեղ նաև բանի այդ գեղարվեստական զգացողի խաղն եմ զգում, որ ինքը չեզոք գոտին ոչ միայն տարածական, այլ նաև ժամանակային, ինչու ոչ նաև ասենք, չգիտեմ, կրոնական իմաստով, հա, որտեղ այդ բանն քահանան ասում է, որ բաները Աստվածաշունչը ծնվեց, մեծացավ, ծնվեց, ապրեց, պառավեց, մեռավ, կամ որ Աստվածաշունչը մեռած ճշմարտությունների գերեզմանոց է, այսինքն հին ճշմարտությունները մեռել են, նորերը դեռևս չեն ծնվել ու ինքը դեռ բանի, էլի հավատքի առումով նաև sense բանի մեջ է, էլի չեզոք, ինչ որ շրջանի մեջ է, անցյալը արդեն մեռել է անում, ապագան դեռևս չի եկել ու էլի տես լիքը չեզոքություններ է ստեղծում, էլի ինչ ես մտածում այդ անի կերպարի մասին։ Հետաքրքիր է, որ անին ըստ էության այդ մեր մայրաքաղաքներից անցյալի, հա, պատմական մայրաքաղաքներից երևի միակն է, որը այդ տեսնելու բան կա, հա, մնացածի մասին պարզապես հա գիտենք Արտաշատը, Դվինը, բայց անին շատ ավելի տենց տեսանելի է, հա, որ դա քաղաք է, այդ եկեղեցիները կանգնած են, թեկուզ կիսափլված է, Պարիսպը կա ու բնական է, որ երբ որ մեր այդ թագավորական ու արքայական անցյալի մասին խոսում ենք, պիտի անի հետ հա բան լինի։ Իսկ այդ չեզոք գոտու հետ կապված ինձ նաև տենց մի բան էլ տենց մի կողմ էլ տարավ, հա, այդ ժամանակի կանգնելը կամ բան, այդ սովետական միության այդ ժամանակահատվածում, այդ 70-ականներին, ճիշտ է, ժամանակը հենց տենց էլ հոսում էր։ Չէ, այդ չեզոք գոտու մասին ամենահայտնի այդ Stalker, հա, այդ ֆիլմը 79 թվա, բայց ինքը գրական գործի վրա ոնց որ չեմ սխալվում Ստրուգացկիների, հա, ինքը էլի տես չեզոք մի գոտու մասին է, որտեղ ժամանակ ուրիշ ձև է աշխատում ու այդ էլ է հետաքրքիր, որ հակարը շատ գեղարվեստական բանի մեջ ընկա։ Դե Մաթեոսյան սովորել է Մոսկվայում բան սցենարը։ Ու ասենք այդ Stalker-ի գաղափարը, հա, այդ չեզոք գոտին, որտեղ փորձում են գնան շրջանցեն եւ այլն, որտեղ իրականությունը ուրիշ է եւ այլն, էդի այդ սովետական 70-ականներին մշակութային միջավայրից կարա օդի մեջ լինի այդ սովետական միությունում ինքը տենց բաներ ու դրա տենց ապոգե ոնց որ ֆիլմներ, նա ոնց որ 78 թե 79 թիվա նկարահանվել։ Մի հատ էլ բան ասեմ այդ իմաստով, նայ երկու հատ ենթակառուցվածք կա, այնտեղ որով ոնց որ աշխարհը կապում է անին, մեկը այդ գնացքն է, որը գնում է պիեսի սկզբում ու դե շողերը այնտեղ նստած այդ գյուղացի կինը, հա, Սիմոնի կինը երազում է հասնել Փարիզներ, բաներ, այս գնացքը գնում է, փոստատարը չի գալիս, շողերը չի գնում, այսինքն այդ կոնտակտը աշխարհ դուրս գալու տեղի չի ունենում, այդ է գնացքի իմաստը, միայն ձայնն է իրա, չած կարա տեղի ունենա։ Եվ երկրորդ բանը այդ կամուրջն է, կամուրջը ոնց ենք իմանում որ կա, երբ որ այդ բանը ակադեմիկոսները Թիֆլիսից, Մոսկվայից, Պետերբուրգից, չգիտեմ որտեղից գալիս են, որ հաշվետվություն վերցեն, չգիտեմ, տեսնեն հետազոտությունը ոնց է ընթանում, արդեն 20 տարի է եւ այլն, ինչ որ մեկը տեղում հարցում է, դուք ոնց եկաք հասակ մի քանի անգամ հարցնում եմ։ Ու մի երկու հոգի առնվազն բանն է, կամուրջն է հիշում, ու իրան պատասխանում ասում է կամուրջը փլված է, դու չես կարող կամուրջով գալ, այսինքն այդ կապը աշխարհի հետ կամուրջը ինչի համար է որ կապի մի ափը մյուս ափի հետ, չէ՞, տրամաբանությունը այդ է։ Այդ կապը աշխարհի հետ էս գոտում կտրված է, ինքը անհնար է այդ կամուրջով անցնել, իհարկե տեխնիկապես այդ մարդիկ ստեղ են, որոնք չեն եկել գնացքով, բայց մենք նաև գիտենք որ կամուրջը այդ կամուրջը ոչ ֆունկցիոնալ է դարձել, ընդ որում հիմա ինքը նաև արդիական է, էլի այդ իմաստով որ բանի պատմական կամուրջը նորը։ Այդտեղ էլ այդ Stalker-ի հետ տենց անալոգիաներ կան, էլ այդ կապի բանի հետ կապված։ Իսկ մի բան էլ է շատ հետաքրքիր, ես սրանից առաջ կարդացել էի նաև այդ Ահնի ձորը։
ու դե մնացած իր ստեղծագործություններն էլ հաշվի առնելով բան ինձ հետաքրքիր էր նաև այդ համեմատությունը, հա, նու ուշ սովետական կամ միջին սովետական ժամանակահատվածի գրողի դիտանկյունը ու վաղ այդ սովետականացման բակունց բան, հա, իրանց հետ որ տենց այդ համատություններ էր էլի շատ հետաքրքիր։ Ես այստեղ գալուց առաջ գեման հարցեր ոնց ընտրեցինք, ասենք որ նաև Վահնիձորն ենք սկզբում մտածել վերջի րոպեին ենք փոխել որ չեսոք գոտին լինի, բայց ես չեմ բան մոտիվացիաներից բացահայտի թե ինչ եմ չեսոք գոտին վերջին պահին ընտրել։ Գաղտնիք էդի թողին, ես էլ չգիտեմ, անկեղծ ասեմ։ Բայց ինչն էր էլի տեղ ինձ նաև հետաքրքրում, ասենք այդ մտնաձորը բան որ կարդում ես, այնտեղ այդ համակարգ ասածը, տենց այդ 30-ական թվականների, հա, ինքը տենց շատ տենց խորհրդավոր, շատ տենց մահացու, շատ ճնշող մի հատ բաներ, որ տենց գալիս մտնում էր ու այդ աշխարհը տենց քանդում էր իրար, հա, եկել մտնել էր մտնաձոր ու տենց ինքն էր արդեն թելադրում։ Նույնը ասենք, չգիտեմ, Չարենցի մոտ է դա զգացում, այսինքն այդ 30-ականների այդ ստալինյան ժամանակահատվածի, այդ սովետի նոր գալ այդ ժամանակների այդ ահասարսուր համակարգը, որը տենց մարդակերությունը զգացում այդ գրական գործերից էլ էլի, թե ինչ մարդակեր համակարգ է եղել։ Ու դա ոնց է տրանսֆորմացվել արդեն Մաթեոսյանի գործերի մեջ, որտեղ այդ գյուղացիները հիմնականում տենց իրանք ոնց որ տենց պայմանները թելադրողները լինեն, հա, այդ Անիձորում մի տենց դրվագ կա, թե ինչ որ գնում են, ինչ որ գողավ գալիս, հա, ինչ որ փանցագործ, հա, անօրինական անտառահատումով են զբաղված, փայտ են գողանում, բան ու որոշում են գնան այդ փայտահատներին բռնեն։ Ու գնալու ճանապարհին իրանք նաև տենց ինչ որ պահի մեկ էլ ասում են լավ արի մի երկու տախտակ էլ մենք տանենք, հա, ու ասենք որ համեմատում ես այդ ավինի բանի հետ, հա, ասենք այդ մտնաձոր գործի մեջ եղած անտառապայի հետ, որից ասենք մի հատ փայտ գողանալը այդ մարդու կյանքի ու մահվան հարց էր, հա, իրան ուղարկում է արջի հետ կռվելու այդ փայտը գողանալու համար։ Ուրիշներն էին տեղի կանոնները սահմանում, հիմա այո, իսկ Մաթեոսյանի մոտ արդեն այդ նույնը ասենք մենք ենք մեր սարերումը, հա, տենց գյուղացիները որոշում են, ասում են, հա, տենց ոչխարի հոտի հետ կապված պետությունը սենց է որոշե, բայց դե մենք ավելի ճիշտ գիտենք ոնց անենք, երբ պետք է լողացնել, որին մորթել, որին չմորթել։ Տեսնում ենք մեր սարերի մեջ արի մի խորացի, որովհետև արդար չի լինի հիմա այդ դատողությունը, հետո ես դեռ բանավեճ ունեմ, ոնց են իրանք համակարգի հետ հարաբերվում։ Չեմ խորանում, բայց էդի այս պատումի մեջ էլ է էլի գալիս, ասենք այդ համակարգի կողմից եկած այդ ցարական չինովնիկա ինչա ու մնացած այդ հանձնախումբը որ գալիս է իրանք էլ էլի ասենք տենց ավելի տենց ինչ որ մանկամիտ բանկա մեջները ավելի տենց ցինիկ են այսինքն այն վախենալու չեն, հա, այսինքն այդ թե ճարտարապետը, թե վանականը, թե գյուղացիները իրանց հետ հարաբերվում են լրիվ այլ կերպ, քան օրինակ, ասենք մտնաձորի ժողովուրդը։ Ռուսերեն չեմ հասկանում, ճարտարապետ չխոսում։ Քան մտնաձորի ժողովուրդն էր հարաբերվում այդ նոր եկած այդ չգիտեմ այդ ոչ մարդակենտրոն, հա, այդ մարդակեր համակարգի հետ։ Այդ տրանսֆորմացիան ինձ հետաքրքիր էր նկատել, թե չգիտեմ 40-50 տարի բան է անցել այդ արանքում թե այդքան ժամանակահատվածում Ստալինը չկար լսի հեշտ է ակյանքը հեշտ է մեզ թվում է թե շատ ժամանակ ասենք 40-50 տարի մի բանա Ստալինից առաջ եւ բոլորին այլ բանա Ստալինից հետո չէ ուրիշ բան եմ ուզում ասեմ ասենք 40 տարին թվում է թե այդեն շատ մեծ ժամանակահատված է ասել բայց հիմա որ մենք հետ ենք նայում 30 քանի տարի արդեն մեր անկախության պերիոդում է անցել բայց մեզ թվում է թե դե ոնց որ 3 լիներ էլի Ուսեմ 40 տարին այդքան շատ չի, բայց համակարգերն են փոխվել եւ բնականաբար հիմա էլ քոչարյան շատ ժամանակ չի անցել, բայց ըստ էության բանն է, համակարգերը շատ էական են։ Այդ համակարգի փոփոխությունը հետաքրքիր էր նկատել, թե ոնց է փոխվում մեր գրականության մեջ։ Քանի որ Ահնիձորից խոսեցիր, ասեմ որ մենք Ահնիձորից առաջ մի հատ էլ մեծամորն ենք փորձարել, ես մնա սպասեք Ահնիձորին ու մեծամորին երկրորդ եւ երրորդ եթերաշրջաններում Գովազդը անցավ վերադառնամ Ահնիձորի հիմնական ինձ հետաքրքրող թեմային, որը ոնց որ նոր է ձևակերպվում Մաթեոսյանի մոտ, այն որ ասում է այդ
բան արջի սպանելու թեման էլի։ Չսպանելու թեման ավելի ճիշտ է, որ գյուղացիք որոշում են, որ արջի բնության զարթն է, եկեք իրան չկպնենք, այսինքն բարձր որ արկելված է։ Գյուղացին է, բայց որոշում։ Բայց նկարագրությունը հետեւյալն է, որ ինքը գեղեցիկ է, բնության զարթն է, եկեք իրան չսպանենք ու այդ թեման շատ ավելի ուժեղ կա չեզոք գոտիում, իրանց խնդիրները լուծելու փոխարեն անդադ սիրունացնում են ու նույնիսկ վանահայրը մի հատ աֆորիստիկ միտք ունի, որ ասում է թեթևացնել չես կարող, գեղեցկացրու այդ մարդու բեռը, այս բեռը տը մնում է բեռ։ Այսինքն ամեն ինչ գեղեցկացնելու, ամեն ինչ էսթետիզացնելու վրա է իրանց պատմությունը ու նույնիսկ մի հատ sense պահ կա է, որ վանահայրը, ճարտարապետը ասում է թուրքը ապրում է, ես նկարում եմ։ Պատկերացնում ես, չէ՞, ինչ նկատի ունի, որ նա ոնց որ կյանքի միջով է անցնում, ես կյանքի կողքով եմ անցնում։ Այդ ժամանակվա խնդիրները ու ցավը, վիշտը դառնությունը, ողբերգությունը, աղետը, կարողությունը սիրուն նկարագրելու մասին է այդ։ Երրորդ հանրապետությանն էլ է էլի բնորոշ թշնամին զինվում էր 20 քանի տարի։ Մենք տենց գեղեցկացնում էինք մեր բանակի մասին միֆը, որ այ ամենամարտունակն է, ամենասիրունն է, ամենալավն է, այդ նույն բանով էինք զբաղվում։ Լսի, այդ պատերազմի էսթետիզացումը ընդհանրապես բանից մեր բանն է, աղետներից մեկն է, որում ամենամիկրո մակարդակից սկսած են, որ գուցե բանը շատ կոպիտ հնչի, որ այդ տղաներին հատկապես սիրուն տղաների նկարները, որ շատ շրջանառում են, շատ նկարում են եւ այլն, այսինքն բարձր չէ մենք մի քանի տասնյակ մարդու դեմք գիտենք մեր Facebook-ներից, միշտ մի քանի հազար մարդու մասին է խոսքը։ Շենքերի պատերից վերջացրած բանով էլի այդ ինչ սիրուն էր մեր բանը 90-ականների կյանքը այդ ռոմանտիզացիան, բայց ես այդ մասին ոնց որ դրա վրա կանգ չեմ առնի, ես կանգ առնեմ նրա վրա, քշեմ անցնել, որ իրանք հենց տենց էլ ձևակերպում են այս աշխարհի հետ իրանց խնդիրները ու երբ որ բանը այդ ռուսական սպայա գալիս, այստեղ մտածված էի քեզ ուղարկել, ուզում եմ ստեղ էլ կարդամ։ Այս երկու ռուսահայ, շվեդովը դե ռուսա, որը հայերեն գիտի եւ Անտոնը, որը հայը հայերեն իմացող ռուսը եւ հայերեն չիմացող եւ Անտոնը, որ հայ սպայա, բայց ռուսական կայսրության, այստեղ իրար հետ խոսում են Անի ապագայի մասին ու շվեդով ասում Անի լինելու է ռուսաց բարեշնորհ կայսեր հովանավորությամբ միասնական Հայաստանի մշակութային ինքնավար կյանքի կենտրոն, մշակութային։ Այս շատ կարևոր է, որովհետեւ այդ բանը էլի սիրունացնելու ջիղն են գնահատում մեր մեջ։ Անտոնը ասում է ռուսաց բարեշնորհ կայսրը կստեղծի միասնական Հայաստան։ Ռուսահայ սպանը շվեդով պատասխանում է ձեր վանահայրը կարծում է կստեղծի, ձեր կաթողիկոսը կարծում է կստեղծի, ձեր Հովանես Թումանյանը կարծում է կստեղծի, դուք բոլորդ կարծում եք կստեղծի, բայց ես ձեզ ասում եմ չի ստեղծի, տիրակալը ձեզ համար կուլտուրա ազգային միասնություն, որովհետև տիրակալը նախընտրում է քաղաքավար երևալու համար, այլև խեղդվելուց խուսափելու նպատակով ծամել եւ կուլ տալ փոքր առ փոքր, մաս առ մաս։ Տիրակալը միասնական մեծ Հայաստան չի ստեղծի, ու սենց մի թռիչք անեմ, Անտոնը ասում է մենք բանակ չենք ուզում, դիվանագիտության իրավունք չենք ուզում, մենք ուզում ենք բանաստեղծների, ճարտարապետների, երաժիշտների, նկարիչների, բանաստեղծների ինքնավարություն։ Այս է խոսակցությունը, որ մենք կլինի եղբայր մենք չկռվենք, ոչ ոքի չսպանենք, ոչ ոք մեզ չսպանի, այդ մասը դուք արեք։ Մենք բանաստեղծություն կգրենք ու ուզում ենք բանաստեղծի ինքնավարություն, դեռ այդ մարդը ասում է, բալիսի բանաստեղծներ կան բանակներ ստեղծեն, էլի մենք ոնց ձեզ բանաստեղծի ինքնավարություն տանք, եթե դա կարա մղի բանի, էլի ավելի ռադիկալ գործողությունների, չնայած վստահ չեմ թե դա ճշմարիտ պնդում է, բայց եթե դու այստեղ ինչն է էլի կարևորը, եթե դու ուզում ես բանաստեղծություն գրես, ոնց որ ուզում ես գրես, ոչ թե ոնց որ կայսրությունն է ուզում որ դու գրես, դու պետքա կեղտոտես ձեռքերդ, այսինքն այդ սպիտակ ձեռնոցներից հրաժարվես, որ կայսր այնտեղ աչու ձախ բան չանի, էլի քեզ չպաշտպանի, սրան խփի, նրա հետ կռվի, սրան ճնշի, բանանի, որ քո անվտանգություն սրա հետ բանակցի։ Դու պետքա կեղտոտ գործը, ծանր գործը, սև աշխատանք անես,
որ կարողանաս նաև բանաստեղծություններ գրել այնպես ինչպես ինքդ ես ուզում։ Այդ իմաստով նաև այդ Թումանյանի տողը, որ ասում է տեսավ ուտում են ամենքն ամենքին, ամեն հայրենիք իրեն զավակին ու Վանա հայրը ասում է այ որդի թող մենք հայրենիք ունենանք, թող մեր հայրենիքը մեզ ուտի։ Այդ մասին է նաև որ պետությունը ինքը ուտող է, էլի, ինքը վնասող է, ինքը վատ կողմեր կարա ունենա, որտեղ բռնության լեգիտիմ գործ չի, էլի։ Բայց ասում է, չէ, կլինի մեր հայրենիքը։ Բռնության մենաշնոր ունի պետությունը։ Ասում է, կլինի մենք մենակ նկարենք եւ բանաստեղծություններ գրենք, որտեղ այդ վատ բաները մեզ բնորոշ չի, մենք սիրուն բաների ժողովուրդ ենք։ Իսկ կարող տենց են հայ շուստրիությամբ իմպերիային ենք փոխել, խափենք, ասենք, հա մենք ոչ մի բան չենք ուզում, արեք թողեք մենք երգենք, ապարենք, ուրախանանք, բայց տակից Չէ, լսի, այդ իրականում ես որպես քննադատություն եմ տեսնում Մաթեոսյանը այդ բանի, այդ մտածողության ձևին գոնե էս տեքստում առնվազն ու մնաց տեքստերում էլ, բայց ավելի համակերպող տեղեր ունի։ Այստեղ քննադատումը ասում է, ոնց ես ուզում բան չանես, բանակ չունենաս, ուրիշ ինչ սպանես, հայրենիքդ քեզ չուտի, բայց ուզենաս բանաստեղծություններ գրես եւ դա նորմալ չի ու ինքը այդ 3 օրինակը կարծեմ որ բերում է բանի Զայր Նահապետի, որը տրոյական պատերազմում Աքիլեսին հետից ընկավ մի բան է, Վասիլ Մեծի, որը Բյուզանդիայի կայսրն էր ու Մյուրատի, որը ֆրանսիական բանակի սպա էր ու այնտեղ մի պահ կա Վասիլ Մեծը դե Բյուզանդիայի կայսրը հայկական ծագումով, այնտեղ մի պահ կա ասում սուտ է ասում Վասիլ Մեծը չի գնացել Բյուզանդիա, մնացել է Հայաստանում, եղել է չոբան ու մեռել է, ոչ մեկ չի իմացել այդ մասին։ Այդ ուզում ասի, որ երբ որ Հայաստանում է ինքը տենց անհայտ չոբան է, որովհետև տարածք չկա այս երկրում, ինչպես ինքն ասում կանգնելու տեղ չկա թագավորների համար, նստելու նաև գահ չկա, որպեսզի դու դառնաս թագավոր, որովհետև ոնց որ կոպիտ ասած թագավորությունը ավելի կարևոր է, քան թագավորը, թագավորության լինելիությունն է կարևոր, Սիմոնն է, չէ, իր որդուն ասում է Ռուսաստանում ես էլ թագավոր կդառնամ, որ թագը լինի, ամեն մեկն էլ կդնի գլխին կդառնա թագավոր, դու ասա ես կարողանամ ստեղ Սիմոն մնամ։ Այսինքն, եթե դու ունես այդ բանը, պետությունը, այդտեղ հեշտ է այդ համակարգերի միջոցով ինչ որ բան դառնալ։ Բայց երբ որ չունես ինքդ դու մնալն էլ արդեն բարդ է, թե չասում եմ, որ թագ լինի, ով էլ ասես կդառնա թագավոր, մենք թագ չունենք։ Այդ դիտարկումը լավն էր, ու քանի որ sense շատ են քաղաքական մասը sense քննարկեցինք, մի հատ էլ քեզ sense այդ գրական ծիրից, հա, հարց տամ Ինձ հետաքրքիր էր գլխավոր հերոսի հա ճարտարապետի անվան ու այդ վանքում ծառայող Սիմոնի տղայի անվան նույնականությունը, հա երկուսի անունն էլ Աբել էր ու այդ Աբելը 15 տարեկան էր այդ տղան իսկ վանականը մի 20 տարի այդտեղ ապրում էր, տեղ աշխատում էր ու այդ պիեսի մեջ տենց անընդհատ այդ Սիմոնի կնոջ հետ տենց ակնարկներ կա, հա, ֆլիրտ անելու։ Ինչ ես կարծում, տեղ ինչ որ բան կա, դավադրություն կա, թե չկա։ Ինձ տենց ինչ որ բաներ էր հուշում, որ ինչ որ մի բան կա տեղ էլի, որտեղ պատահական դժվար չէ, ասենք պիեսի մեջ նույն անունը ընտրվի, էլի։ Չգիտեմ, գուցե այդ երեխան հենց ճարտարապետի որդին է կնալ խցանվելանիում ու չէր։ Հա, որ ինքը որտեղ նա հարցնում 20 տարի, ստեղ ինչ ես անում, ինքը տենց ինչ որ նկարում եմ, ասում եմ Բագրատ հատն եմ նկարում, Բագրատունյաց Բագրատ հատը։ Սիմոնի կնոջները նկարում, ասենք տենց ինչ ես կարծում դու այդ դավադրապաշտական տեսության հետ կապված։ Այդ շատ հետաքրքիր է, որտեղ այդ տեքստում Մաթեոսյանը այդ հարցը պատասխան չի տալիս, բայց իմ կարծիքով մի քանի բանալներ տալիս է, որոնց մասին արժե լրջորեն մտածել գրական տեխնիկայի իմաստով, որտեղ ինքը ոնց որ երբ որ շատ երկար ես մտածում, պիեսը վերածում է հալյուցինացիայի։ Ասեմ ինչի մասին է խոսքը։ Մաթեոսյանը գրում է, որ դեպքեր տեղի են ունենում 1914 թվականին, հետո այնտեղ ճարտարապետը սկսում է արտասանել Հովհաննես Թումանյանի բարձրից բանաստեղծությունը, որը գրվել է 1915 թվականին։ Մաթեոսյանը չէր կարող ասա չիմանար ու ակնհայտորեն ինքը այդ ճարտարապետին տալիս է մի հատ գիտելիք, որ ձևակերպվել է, ձևավորվել է իր այդ ապրած ժամանակից հետո։ Երկրորդ բանը, որը այս հեսա հավաքեմ միտեղ կասեմ ինչ նկատի ունեմ։ Արդեն հետաքրքիր։ Երկրորդ բանը, որը շատ էլի գրավում է այդ իմաստով, ճարտարապետի կերպարի շուրջ եմ էլի հիմա խոսում, թե ինչ կապ ուներ այդ տեղի հետ։ Ամենավերջի դերվագն է, երբ որ Աբելը իր հիշողության միջից պատմում է այդ վերջին լուսանկարը։ Ստայության
ցեղասպանությունից առաջ վերջին կադրի պատկերը էլի այդ, որ հավաքվել են բոլոր հայերով այդ տարածքի եւ նկարվել են այդ վերջի լուսանկարի մասին եւ ասում որ ճարտարապետը կադրից փախավ։ Ինքը այդ լուսանկարում չկա։ Այսինքն երեխան պատմում է որ այդ լուսանկարը կա, որտեղ իրանք նկարվեցին բոլոր անիում եղած մարդկանցով եւ ճարտարապետ լուսանկարում չկա։ Այսինքն մենք չունենք ոչ մի փաստ, որ ճարտարապետը իսկապես գոյություն է ունեցել։ Միակ փաստը որ կարող լինել լուսանկարն է։ Ու երբ որ ինքը Մաթեոսյան վերևում գրում է Աբել ու գից ճարտարապետ, հետո գրում է Աբել գից երեխա ու սկսում է դիալոգները շարել, այդտեղ գրում է Աբել Գրում է ճարտարապետ։ Ու ճարտարապետ։ Իմ զգացողությամբ սա նույն կերպարի, նույն մարդու, որտեղ իրենց հարցադրումներն աշխարհի մասին նույնն են։ Թրի, Բյուզանդիայի, Վասիլ Մեծի եւ այլն։ Տարբեր տարիքներում գտնվող բան է, վիճակ է, ու այս բոլոր ասեսներ դրանով մեկնաբանելի են էլի առայժմ մինչև հավելյալ փաստեր չունեմ, բայց այս բաներն եմ էլի շարում դարակներով։ Ու ինքը ոնց որ ինքը դե անին այլևս չկա անհասանելի է այդ Աբելի համար, որը երևակայում է այդ անի աշխարհը, որտեղ մենք դա որպես հիշողություն ենք ընթերցում, չէ՞, երբ որ Աբելը արդեն ասում է այդ ոնց որ այդ լուսանկարում չկար ճարտարապետը եւ այլն, մենք հասկանում ենք, որ սա էս երեխայի հիշողությունն է։ Ինքը այնտեղ էլ չի կարա գնա, բայց ոնց որ հիշողության մեջ խցանվել է այնտեղ ու քանի որ հիշողությունն է, դա թույլ է տալիս իրան ունենալ գիտելիքներ, որոնք ձևավորվել են այդ իրադարձություններից հետո, օրինակ Հովհաննես Թումանյանի բանաստեղծությունը, դրա շուրջ խոսակցությունը եւ այլն։ Ու ինձ թվում է ինքը երկու այդ նույն մարդը ոնց որ հետ է գնացել իր մանկության մեջ է հայտնվել ու իրար հանդիպել են։ Հիմա շատ խառը բան եմ ասում։ Բայց շատ հետաքրքիր է դա տենց լինի, որ այդ երեխա Աբելը նույն է ճարտարապետ Աբելն է, պրոստը ինքը ժամանակի մեջ բան է եղել էլի, իր հիշողություններն ու այդ բանն է էլի, տեղափոխությունն է ժամանակի։ Այսինքն երբ որ ես Աբելների մասին մտածում եմ, ես չեմ մտածում որ իրանք բան են, ազգակցական կամ արյունակցական կապ ունեն։ Ես կարծում եմ որ նույն մարդն է, էլի։ Չի կարա պատահական լինի, որ նույն անունը վերցնի։ Մի հատ եթե փորձենք ընթերցել էլի, եթե առիթ լինի նորից ընթերցել։ Մի հատ այս ճարտարապետին կարդանք բանի սովետի մեջտեղում ապրող մարդու հայացքով։ Այդ իր տեքստը, այդ որ ինքը ասում է, անին չի լինի։ Իմ մոտ տպավորությունն է, որ 14 թվի մասին ենք խոսում, բայց այդ մարդիկ սովետի մարդիկ են։ Իսկն իրանց խոսակցությունը, իրանց ամեն ինչը հատկապես ճարտարապետն է այդ։ Հա, ինքը սովետական մարդ լինի ինքը։ Ինքը որ բան ոնց որ արդեն ապրած, վերապրած լինի, ինքը գիտի անին կլինի, հետո բան մայրաքաղաք չի լինի, դա ինքը 8 դար ժամանակ է տալիս կամ չգիտեմ, մինչև կառնվածն 24-րդ դար տարբեր դրվագներում տարբեր կերպ, որ անին կվերածնվի, բայց ինքը տենց ինչ-որ ինքը գիտի այդ ապատյան ունի, որ անին մնալու է բանում Թուրքիայում ու որ այդ զգացողությամբ կարդաց, որ ինքը ունի, ասենք, պայմանական մինչև 70 թվական կուտակված գիտելիք եւ հայտնվել է 14 թվի մեջ այդ ճարտարապետի ընթերցման ձևը կարա փոխվի։ Ու ինքը այդ նկարի մասին խոսում է, արդեն երևում է որ շատ անցած ժամանակից, ասենք նույնիսկ հոր ու մոր մասին էլ է, հա, ոնց որ մի տեսակ ոնց որ անցյալով խոսա, հա։ Ծեր մարդ լինի, որը խոսում է, կամ չգիտեմ, դեպի ծերություն գնացող։ Չի կարա պատահական լինի, որ ճարտարապետը այնտեղ չկար, իրանց երկուսի անունն էլ Աբել է, ու դա շատ է տենց հետաքրքրացնում բանը։ Ես բանի դեպքում այդ դիտանկյունից որ նայում ես շատ տենց ինչ որ այդ մոգական ռեալիզմի դրվագներ է սկսում մտնել մեջը։ Ես Թումանյանի բանաստեղծության դեպքում 100% համոզված եմ որ Մաթեոսյան չէր կարա դա չիմանար ինքը դիտավորյալ է այդ բանաստեղծությունը ընտրել որովհետև շատ մանրակրկիտ բան է էլի ուշադիր մարդ է ինքը իր մնացած բոլոր տեքստերում ու ես ենթադրում եմ որ առնվազն ինչ որ թեմայի շուրջ ինքը բանալի է տվել սա կարա լինի այդ թեմաներից մեկը մտածել բան գեղարվեստական ինչ որ հարցի շուրջ այդ հնարավորությունն է տվել ու քանի որ մեզ հուշում են որ մեր ժամանակը վերջացել է այս մոգական ռեալիզմի վրա այդ ավարտենք հա երևի հա գրականության մոգականությունը հենց այս բաների մեջ է շնորհակալ եմ հա վերադարձանք գրականություն վերջապես այ զգացի քաղաքականությունից Էլ մեզ չեն մեղադրի հատկապես քեզ։ Ոչ, թող մեղադրեն։